Մինչ ավետարանական ուսուցմանը անդրադառնալ կարծում ճիշտ կլինի մի ուրվագիծ անենք առհասարակ առաքինության բարոյագիտության վերաբերյալ։ Գիտեք, որ բարոյագիտության մեջ կան տարբեր տեսություններ, իրավիճակային բարոյագիտություն, դեոնտոլոգիա, օգտապաշտություն եւ այլն, շատ են տեսությունները։ Այս տեսությունները հիմնականում ուսումնասիրում են գործողություններն ու դրա հետևանքները։ Ինչով է տարբերվում առաքինության բարոյագիտությունը։ Առաքինության բարոյագիտությունը կենտրոնացած է անձի վրա։ Ինչ պետք է անել, որպեսզի մարդը լինի լավը, անձը լինի ավելի լավը։ Այս իմաստով առաքինության բարոյագիտության ակունքները հասնում են մինչև Արիստոտել հին հունական մտածողություն, թեպետ եւ վերջի շրջանում այլ բարոյագետների կողմից որոշակի այսպես հետաքրքրություն է արթնացել առաքինության բարոյագիտության վերաբերյալ եւ այս տեսությունը պետք է ասել, որ այսօր բավական մեծ արձագանք ունի այնպիսի հեղինակների աշխատությունների միջոցով, ինչպես է օրինակ Մակինթայր, Ալաստայր Մակինթայր։ Ուրեմն Արիստոտելը ինչ էր ասում։ Ասում էր, որ ցանկացած գործողություն որոշակի նպատակ է հետապնդում, որը առաջնորդելու է ավելի մեծ նպատակի, եւ այդ ավելի մեծ նպատակը պետք է ծառայեր համընդհանուր բարիքին, գերագույն այսպես երջանկությանը, հասարակության։ Եվ այս իմաստով Արիստոտելը 12 առաքինություններ է առանձնացնում, որոնցից ամեն մեկը ունի իր երկու մոլությունը, որոնք են դրանք։ Ուրեմն տեսեք, օրինակ, քաջությունը, առաքինությունը։ Քաջության ծայրահեղությունը դա վայրագություն է, բարբարոսություն է, ծայրահեղ դրսևորումը քաջության։ Մինչդեռ պակաս դրսևորումը վախկոտություն է։ Այսպիսով Արիստոտելը այն միտքն էր զարգացնում, որ առաքինությունը այս երկու մոլությունների միջև ընկած ոսկե միջինն է։ Պետք է ասել, որ այս մտածողությունը ստոիկյան փիլիսոփաների միջոցով հետագայում նաև Պողոս առաքյալի արդեն թղթերում տեսնում ենք, որ փոխանցվել է քրիստոնեական վարդապետությանը, բացի այդ քրիստոնեական վարդապետությունը բավական քրիստոնեական վարդապետության մեջ, հենց Քրիստոսի ուսուցումների մեջ բավական անդրադարձ կա առաքինություններին, համբերությանը, խոնարհությանը եւ այլն։ Քրիստոս հիշում եք ավետարանում ասում է. նմանվեք ինձ, քանզի հեզ եմ եւ խոնարհ, հիշում եք։ Խոնարհությունն էլ առաքինություն է։ Առաքինությունը հին հունարենում արետե բառի թարգմանությունն է, որ նշանակում է քաջություն։ Եվ ինչպես եմ ես դա հասկանում, ցանկացած առաքինություն ինքնին քաջություն է պահանջում մարդուց։ Ու առաքինությունները կարող են բազմաթիվ լինել եւ արդեն քրիստոնեական տեսանկյունից էլ երբ որ նայում ենք Արիստոտելյան այդ 12 առաքինությունները մի պահ տնենք մի կողմ, ցանկացած բան, որ անձից պահանջում է քաջություն, ցանկացած որակ, արարք, դա առաքինություն է ինքնին։ Եվ ուզենայի նաև Արիստոտելի հետ հետևյալ միտքն էլ այստեղ հիշատակել, նա ասում է, որ պետք է որակներ, հմտություններ զարգացնենք այդ ինչ-որ նպատակի հասնելու համար։ Դրա համար ասում պետք է մենք մարզվենք, պետք է դա դառնա սովորություն, սովորույթ պիտի դառնա, օրինակի համար բարեգործություն անելը։ Նույնը ուսուցանում են քրիստոնյա մեջ եկեղեցու հայրերը, պիտի դառնա սովորույթ, ասում են, բայց դա չպիտի ուղղակի սովորույթ լինի, այլ պիտի անենք դա, քանի որ հասկանում ենք, որ դա ճիշտ է։ Այսինքն պիտի առաջնորդվենք նաև հիմնականում այդ գաղափարով նաև, սա պարզապես սովորույթներ զարգացնելու մասին չէ խոսքը, այլ անում ենք դա, օգնում ենք մարդուն, քանի որ դա ճիշտ է։ Հասկանանք ինչ կա ավետարանում, հավատարմությանը հենց բուն վերաբերող, որովհետև հավատարմությունն էլ առաքինություն է։ Քրիստոս բազմիցս խոսում է հավատարմության մասին, օրինակի համար կհիշեք հավանաբար, որ ասում է չեք կարող երկու տիրոջ ծառայել, Աստծուն եւ մամոնային։
Այսինքն ինչի մասն է խոսքը, որ Աստծուն, եթե դու ընտրում ես Աստծուն, ուրեմն պետք է մինչև վերջ հավատարիմ լինես։ Չես կարող մասամբ հավատարիմ լինել Աստծուն, մասամբ մամոնային, որը իհարկե խորհրդանշում է չարը կամ այնինչ որ աշխարհիկի հետ է կապվում, հետևաբար Քրիստոս պահանջում է ամբողջանվեր հավատարմություն իր հետևորդներից կամ մեկ այլ տեղ ասում է փոքրի մեջ հավատարիմը մեծի մեջ էլ հավատարիմ կլինի։ Սա արդեն պետք է ասել, որ վերաբերում է մեր ծառայություններին, կոչումներին, մեր հանձնառություններին, դա կլինի, չգիտեմ, կյանքի բոլոր ասպարեզներում։ Եթե մենք հավատարիմ չեղանք, մեզ վստահված փոքր բանի մեջ, մեծի մեջ հաստատ չենք լինի։ Այսպես տարբեր դրվագներով Քրիստոս անդրադառնում է հավատարմության թեմային կամ փորձությունների մասով նույնպես խոսում է հավատարմության մասին, ասում է ով որ համբերի մինչև վերջ նա կապրի։ Տեսեք փորձությունների ժամանակ էլ հավատարմություն պիտի ունենանք մենք Աստծու նկատմամբ, Աստծու խոսքի խոստումի նկատմամբ, որպեսզի այո հաղթահարած դուրս գանք։ Քրիստոնեական մտածողության տեսանկյունից մենք երբ որ վերլուծում ենք հավատարմությունը, առաջինը ինչին է այն վերաբերում։ Առաջինը վերաբերում է ազատությանը։ Այսինքն մենք չենք կարող հարկադրված լինել հավատարիմ ինչ-որ բանի, դա մեր ազատ ընտրությունը պիտի լինի։ Երբ որ մենք որոշում ենք, որ մենք Քրիստոսի եկեղեցու հետևորդն ենք, դա արժեք կունենա այն ժամանակ, եթե դա մեր ազատ ընտրությունն է, եթե հարկադրված չէ, եթե պայմանավորված չէ արտաքին հանգամանքներով, եթե կեղծ չէ, այդ խոսքով հավատարմությունը մեր կախված է առաջի հերթին մեր ազատ ընտրությունից։ Երկրորդ, հավատարմությունը ենթադրում է նաև սեր։ Դու չես կարող հավատարիմ լինել մի բանի, որի հանդեպ չկա կապվածություն։ Քրիստոս ինչ է ասում է, որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Այսինքն պիտի դու սահմանես, թե որն է քո համար առաջի հերթին գանձը։ Եթե դու ընտրում ես Աստծո խոսքը, ընտրում ես մեր եկեղեցու մեր ազգային հոգևոր արժեքները, այդ ժամանակ կապվածություն բնականաբար կառաջանա եւ ըստ այնմ քո նվիրումի աստիճանից արդեն կախված կլինի, թե որքանով ես դու հավատարիմ քո ընտրությանը։ Հավատարմությունը կպահանջի նաև զոհաբերություն, որովհետև հաճախ քո ընտրությունը կհակադրվի հասարակական կարծիքին, չգիտեմ, պետական քաղաքականությանը, շատ տարբեր բաների։ Եթե մենք հետ գնանք եկեղեցու պատմության առաջի շրջանը, առաջի 3-4 տարը, կտեսնենք, որ սրբերը նահատակվում էին։ Ինչի նահատակվում, որովհետև իրենց կատարած ընտրությունը դեմ էր պետական քաղաքականությանը։ Այն ինչ իրենք ընտրել էին, դա ընդունելի չէր պետության կողմից։ Սակայն նրանք հավատարիմ մնացին իրենց ընտրությանը։ Հետևաբար հավատարմությունը նաև խաչի ճանապարհ է։ Այս իմաստով եւ քեզանից կպահանջվեն զոհաբերություններ։ Մենք գիտենք, թե մեր եկեղեցին եւ առհասարակ այս խորհրդային տարածաշրջանի մյուս քրիստոնյա պետությունները նույնպես ինչ փորձությունների միջով անցան խորհրդային այդ բռնաճնշումների ժամանակ, չէ՞։ Աքսորվեցին շատերը, սպանվեցին, բանտարկվեցին, շատերը հեռացան իրենց շատ հոգևորականներ, վանականներ հեռացան իրենց կոչումից, շատերն էլ հանձն առան նահատակությունը եւ շատերն էլ դիմացան, համբերեցին։ Տեսեք, սա նույնպես հավատարմության, հավատարիմ լինելու դրվագ է։ Հաճախ քո ընտրությունը կհակադրվի աշխարհիկ կարգերին։ Հավատարմության ուրեմն պակասը դա դավաճանությունն է։ Հավատարմության առավելությունը, չափազանցությունը դա կլինի ինքնության անձի կորուստ։ Մինչդեռ հավատարմությունը նաև ճանապարհ է ինքնությանը, սեփական ինքնությանը հավատարիմ մնալու։
Երբ որ դու քո արժեքներին հավատարիմ ես գործում, դրանով դու նաև հաստատում ես քո ինքնությունը, արտահայտում ես քո ինքնությունը, հավատարմությունը առիթ է նաև մեր ինքնությունը հաստատելու, մեր ինքնությանը հավատարիմ մնալու։ Հավատարմությունը քրիստոնյա աստվածաբանները, մտածողները մեկնաբանում են նաև գործակցում Աստծո հետ։ Եթե դու հավատարիմ ես Քրիստոսի պատգամին, դու չես կարող հանդուրժել անարդարությունը, անտարբերությունը, անհավասարությունը եւ այլն։ Այն բոլոր արատները, որոնք խախտում են ներդաշնակությունը հասարակական։ Եվ եկեղեցու առաքելության կարևորագույն մասն է հասցնել աշխարհին Քրիստոսի պատգամը։ Քրիստոնեական ուսուցումը ճշմարտությունն է, առանցքը համարում ամեն ինչի, ասում է ավետարանը, որ Քրիստոս ասում է Հովանու ավետարանում, ճանաչիր ճշմարտությունը եւ ճշմարտությունը քեզ ազատ կդարձնի։ Ճշմարտությունն է պայմանավորում մեր հավատարմությունը եւ նաեւ մեր ազատությունը։ Մեր հավատարմությունը եւ ազատությունը անմիջական գործակցության, երկխոսության մեջ են։ Դրանք փոխկապակցված իրողություններ են։ Հավատարմությունը նաեւ մեզ կապում է հավիտենության հետ, ինչպես մեկնաբանում է եկեղեցու մտածողներից մեկը, քանի որ մենք անցողիկ իրողությունների հետ գործ չունենք, այլ գործ ունենք հավիտենական իրողությունների հետ։ Այսպիսով նաև հավատարմությամբ անմիջական կապի մեջ ենք, մենք հաղորդակցության մեջ ենք Աստծո հետ, նաև եկեղեցու հետ իբրև Քրիստոսի մարմին։ Մենք եկեղեցին էլ որոշ աստվածաբաններ բնորոշում են իբրև վայր հավատարմության։ Հավատարիմը արդեն ինքնին ուժեղ մարդն է։ Հավատարիմը նա է, ով գիտի ճշմարտությունը, ով անվերապահ վստահում է ճշմարտության եւ պատրաստ է զոհաբերվելու հանուն ճշմարտության։ Սա է հավատարիմ մարդը։ Առանցքը ճշմարտությունն է քրիստոնեայի հավատարմության։ Եկեղեցու աստվածաբաններից ոմանք նաեւ մեկնաբանում են իբրև մահվան հաղթահարում հավատարմությունը, որովհետև հավատարիմ գտնվելով Աստծուն մարդը հնարավորություն է ստանում անցողիկի սահմանը անցնելու։ Մեր եկեղեցու պատմությունը մանավանդ մի ամբողջ վկայությունների շղթա է, սկսած առաքյալների քարոզչությամբ Հայաստանում, որոնք հավատարիմ գտնվեցին իրենց կոչմանը, եւ որոնց պսակը ես կհամարեի Գրիգոր Լուսավորիչ Հայրապետին, որ 15 տարի կամ 13 տարի ճգնեց խորը վիրաբում, հավատարիմ իր տեսիլքին, իր տեսլականին Հայաստանը պետականորեն քրիստոնեացնելու, ինքը մեր այս իմաստով մեր եկեղեցու մեծագույն դեմքերից մեկն է, որ մեզ սովորեցնում է ինչ է հավատարմություն։ Եվ վերջացրած մեր խորհրդային շրջանի նահատակ հոգևորականներով, աշխարհականներով, ովքեր հասկացան ինչի համար են, ովքեր չուրացան, չգնացին տարբեր տեսակի գործարքների, չգիտեմ, չդավաճանեցին, այլ հավատարիմ մնացին իրենց սկզբունքներին, իրենց գիտակցությանը, արժեքներին, բոլորն էլ դրանք հավատարմության օրինակներ են մեր համար։ Այսօր էլ մարդիկ կան մեր մեջ, որոնք խոնարհաբար իրենց առաքելությունն են իրականացնում, նրանք էլ հավատարմության օրինակներ են մեզ համար։ Եթե դու հավատարիմ ես Քրիստոսին, դու չես կարող Քրիստոսի պատգամին, եթե հավատարիմ անդամն ես հայ եկեղեցու, դու չես կարող անարդարության, սխալ ընթացքի վերաբերյալ անտարբեր լինել։ Անտարբերությունը կլինի արդեն անհավատարմություն քո արժեքներին, քո քրիստոնյայի կոչմանը։ Այն ինչ որ մենք ժառանգել ենք մեր պատմության ընթացքում, այն ինչ որ արժեք է իրենից ներկայացնում, այդ պարտավոր ենք այդ ամենի հանդեպ լինել հավատարիմ։ Դա կլինի մեր եկեղեցին, կլինի մեր մշակույթը, կլինի մեր ժառանգությունը ամենալայն իմաստով, հա, այն ինչ որ հայկական է։ Այդ ամենի հանդեպ մենք պետք է հավատարիմ լինենք։